Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է համայն հայության Սուրբ Ծննդյան տոնը Սաղմոսով, իսկ այսօր հրավիրել է ուխտերթի։ Երթը ես եմ գլխավորելու, շատ կարևոր է, հույս ունեմ կգաք, ասել է վարչապետը։ Վարչապետի ու իրեն միացած եպիսկոպոսների ստորագրած հայտարարության անդրադարձել է Մայրաթոռը եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման եւ բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողություններն ուղղակի ոտնահարում են սահմանադրությունը, ասված է հայտարարության մեջ։ Հայաստանից ներգաղթյալների ավելի քան 60%-ը պետական օգնություն է ստանում։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը պետական օգնություն ստացող ներգաղթյալների վերաբերյալ տվյալներ է հրապարակել։ Ադրբեջանն այս տարվա բյուջեում բանակի իրավապահ մարմինների համար ավելի շատ գումար է հատկացրել 25-ի համեմատ։ Գումարի առյուծի բաժինն ուղղվել է պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը, որոնք այս տարի կստանան մոտ 9 միլիարդ մանատ։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիանուշ Պապյանն եմ, այսօր հունվարի 6-ն է, երեքշաբթի, ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի ամենակարևոր իրադարձությունները։ Հունվարի 6-ին հայ առաքելական եկեղեցին տոնում է տարվա 5 տաղավար տոներից առաջինը Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է համայն հայության Սուրբ Ծննդյան տոնը Սաղմոսով։ Սիրելի ժողովուրդ, Սուրբ Ծննդյան ճրագալույցը եւ ես ցանկանում եմ բոլորիդ Սուրբ Ծնունդը շնորհավորել Սաղմոսով։ Սաղմոս համար 63 զրպարտողների պատիժը, այսուհետև Սաղմոս Դավթի։ Աստված, երբ աղաչեմ քեզ, աղոթքս լսիր։ Թշնամու սարսափից փրկիր ինձ։ Թաքցրու ինձ չարագործների ամբոխից եւ անօրենություն գործողների բազմությունից։ Նրանք սուսերի պես սրեցին իրենց լեզուները եւ իրենց աղեղները լարեցին դառն գործի համար, որպեսզի գաղտագողի նետահարեն սրտով շիտակներին, հանկարծակի նետահարեն նրանց առանց երկյուղի։ Նրանք զորացան իրենց չարախոսությամբ, մտածեցին իմ դեմ որոգայթ լարել եւ ասացին Տերը դա չի տեսնի։ Անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց եւ քննելուց։ Թող մարդ մերձենա իր սրտի խորությամբ եւ Աստված թող բարձր լինի։ Մանուկների նետարձակումները խոցեցին նրանց լեզուները տկարացան եւ բոլոր նրանց տեսնողները պիտի խռովվեն։ Բոլոր մարդիկ վախեցան եւ պատմեցին Աստծո գործերը եւ հասու դարձան նրա արածներին։ Արդարը պիտի ուրախանա Տիրոջով հույսը դնելով նրա վրա։ Սրտով շիտակ բոլոր մարդիկ պիտի պարծենան նրանով։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծ աղետիս։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է ուխտերթի, վարչապետը ներկայացրել է հիմնավորումները։ Սիրելի հայրենակիցներ, վաղը հունվարի 6-ին ժամը 13:30-ին բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մար եկեղեցու բակից։ Եկեղեցին գտնվում է Երևանի Տիգրան Մեծ պողոտայում եւ երթը կուղղվի դեպի Երևանի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի, որը գտնվում է Սայաթ Նովա Աբովյան փողոցների խաչմերուկում։ Ապա վարչապետը ներկայացրել է, թե ինչ խորհուրդ ունի ուխտերթը առաջինը այդպիսով նշանավորել մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը, երկրորդ արձանագրել մեր հավատարմությունը Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու սրբազան ավանդությանը, երրորդ կարևոր խորհուրդը արտահայտել աջակցություն Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգմանը, որի մասին Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ երեկոյան հանդես են եկել հայտարարությամբ։ Հաջորդ խորհուրդը արտահայտել աջակցություն մեր պետականությանը եւ արտահայտել մեր դիրքորոշումը առ այն, որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի եւ նրա մերձավոր շրջապատի կողմից Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին մեր պետության ինքնիշխանության անկախության դեմ որպես հիբրիդային պայքարի միջոց օգտագործելու գործելակերպը անընդունելի է եւ
մենք նման գործելակերպի շարունակություն թույլ չենք տալու։ Հենց այս խորհուրդն է հատկապես էական ակցիայի երթային բնույթի տրամաբանության համար, կրկնում եմ, այս երթով մենք պետք է արտահայտենք մեր վերաբերմունքը հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի եւ նրա մերձավոր շրջապատի կողմից հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցին որպես հիբրիդային պայքարի գործիք օտար ուժերի Հայաստանի Հանրապետության նրա անկախության, ինքնիշխանության եւ պետականության դեմ օգտագործելու գործելակերպի կապակցությամբ եւ պետք է արտահայտենք մեր հստակ դիրքորոշումը նման գործելակերպի անընդունելիության վերաբերյալ եւ մեր կամքը, որ մենք թույլ չենք տալու այլևս այդ գործելակերպի շարունակությունը։ Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծել է, որ երթը լինելու է խաղաղ, լեցուն քրիստոնեական սիրով եւ հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման վճռականությամբ։ Երթը կավարտվի Իսայաթ Նովա Աբովյան փողոցների խաչմերուկում, այնտեղ շատ կարճ հավաք տեղի կունենա։ Նա կոչ է արել երթին անպայման մասնակցել, որը կսկսվի 13:30-ին։ Ես եմ հրավիրում, ես կգլխավորեմ այդ երթը եւ ես հույս ունեմ, որ ներկա կգտնվեք, կգաք, կմասնակցեք, որովհետեւ շատ կարեւոր ուխտերթ է եւ հրավիրում եմ բոլորիդ, եզրափակել է նա։ Նախորդին էլ Նիկոլ Փաշինյանն ու նրան աջակցող 10 բարձրաստիճան հոգեվորականները վարչապետին կեցավայրում հայտարարություն են ստորագրել, որը բովանդակում է ճանապարհային քարտեզ կաթողիկոսի հեռացման նոր կանոնադրության ընդունման։ Ըստ այդ հայտարարության նրանք հայ առաքելական եկեղեցու, ինչպես հայտարարության մեջ է նշվել, բարենորոգման հետևյալ ծրագիրն են պատրաստվում իրականացնել քայլ առ քայլ։ Ըստ այդ ծրագրի առաջին քայլով նրանք նախատեսում են իրականացնել բարենորոգման օրակարգի հանրահռչակում, ապա հեռացնել կաթողիկոսին։ Դրանից հետո պետք է տեղի ունենա կաթողիկոսական տեղապահի ընտրությունը, ապա եկեղեցու կանոնադրության ընդունում, որով պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության ու հոգեվորականների բարեվարկության ապահովման կառուցակարգեր։ Վերջին քայլով ըստ հայտարարության սահմանված կարգով պետք է տեղի ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։ Փաշինյանն ու եպիսկոպոսները հոգեվորականներին ու եկեղեցու հետևորդներին կոչ են արել աջակցելու միանալ իրենց ծրագրին։ Նրանք հայտարարել են, որ համակարգող խորհուրդ են ձևավորում, որը զբաղվելու է ծրագրի իրականացման կազմակերպչական հարցերով։ Վարչապետի ու իրեն միացած եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանն անդրադարձել է Մայրաթոռը։ Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման ու բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողություններն ուղղակի նահարում են սահմանադրությունը, խախտում թե միջազգայինորեն, թե Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված եկեղեցու իրավունքները։ Էջմիածնից դատապարտում են հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը, քահանայական դասի նկատմամբ ճնշումները եւ հիշեցնում, որ եկեղեցական կյանքին առնչվող հարցերը բացառապես եկեղեցում են քննարկվում։ Տարակուսելի է, որ հիշյալ 10 եպիսկոպոսներն առ այսօր որևէ կերպ չեն արձագանքել Մայրաթոռից իրենց ուղղված կոչերին ու հրավերներին, շարունակում են խուսափել իրենց հուզող հարցերի շուրջ ամենայն հայոց հայրապետի եւ Գերագույն հոգեվոր խորհրդի հետ հանդիպումներից ու քննարկումներից, ասված է Մայրաթոռ Էջմիածնի հայտարարության մեջ։ Վարչապետը եւ քաղաքական ողջ էլիտան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր մասնակցել են Սուրբ Ծննդի պատարագին, որից հետո կսկսվի ուխտերթը։ Միաժամանակ Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենում Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագը։ Ինչ զարգացումներ են հնարավոր եւ արդյոք մոտ է հանգուցալուծումը, թե ոչ։ 10 եպիսկոպոսներին է միացել Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը։ Հարգանքներիս հավաստիքը Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարածելով նրա կողմից իրականացված հայտարարությունը, որտեղ Տեր-Գուսանը նշում է, որ իր ծառայության ընթացքում օրըստօրեականատես է եղել մեր եկեղեցու ղեկավարության կողմից Մայրաթոռի բուն առաքելության շեղմանը, քաղաքական գործընթացների մեջ ներգրավմանը եւ այլ մտահոգիչ հանգամանքների։ Վերջին շրջանում հայ առաքելական եկեղեցու 10 բարձրաստիճան հոգեվորականների կողմից
Ցած արդար հարցերը վաղուց արդիական են եւ լուծման կարոտ Փառք Աստծո, որ այս բարեկարգման Սուրբ առաքելության միացել է նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ իր մեծ լուման է դնում Հայաստանի մեջ հոգեվոր կյանքի զարգացման գործում կցանկանամ իլուր Զուցերիո Իքայության եւ մեր հոգեվոր եղբայրների տեղեկացնել, որ ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ 10 սրբազանների կողմից կազմված համակարգող խորհրդի ստեղծումը միանում եմ նրանց ընդունում հռչակագրին բովանդակությունը եւ ճանապարհային քարտեզը պատրաստակամություն եմ հայտնում ամբողջական շնչով ներգրավելու հայ եկեղեցու բարեկարգման Սուրբ առաքելությանը ասված է հայտարարության մեջ եւ այս պահին զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ Տիկին Հակոբյան բարև ձեզ շնորհակալ եմ միանալու համար Բարև ձեզ Տիկին Հակոբյան դուք մասնակցում եք պատարագի, հիմա էլ մասնակցելու եք ուխտերտի։ Նախ եւ առաջ ինչպես եք գնահատում ստեղծված իրավիճակը, մի կողմից մայրաթոռում էր պատարագ կաթողիկոսի ուրեմն գլխավորությամբ, մյուս կողմում տեսանք մասնակցությունը ամբողջ քաղաքական էլիտայի, ուրեմն ինչ է ստեղծվում եւ որքանով է մոտենում այս իրավիճակը հանգուցալուծման ուխտերթը վարչապետը նշել է որ բացառապես խաղաղ բնույթ է կրում որքանով է հնարավոր իրավիճակը դուրս գա վերահսկողության սահմաններից համեցեք գիտեք երեկվանից ընդդիմադիր հատված մի մեծ հատված քննադատում է նշում որ այն կանոնակարգը որ ներկայացվել է կամ այն ճանապարհային քարտեզը հակասահմանադրական է որ եկեղեցին էլ արձագանքել է նշելով որ վարչապետի գլխավորությամբ փաստորեն ուրեմն հակասահմանադրական գործողություններ են իրականացվում համեցեք Շատ լավ նախ ընդդիմադիրների հայտարարություններին ծանոթ չեմ եւ հետաքրքիր էլ չէ թե ինչ են հայտարարում որովհետեւ տրամաբանական է որ պետք է իրենց քաղաքական այսպես կոալիցիոն գործընկերոջը պաշտպանեն որովհետեւ ունեն նման պարտավորություն իսկ մեր պայքարը քաղաքական չէ մեր բարձրացած հարցերը հոգևոր են եւ ինչպես տեսնում եք հայտարարությանը, որը ստորագրվեց ընդամենը 1 օր առաջ, 2 օր առաջ, միանում են նոր բարձրաստիճան հոգևորականներ, այսինքն միանգամից պատասխանելով ձեր մյուս հարցին, ասեմ, որ ինչպես տեսնում եք, process-ներն ընթանում են եւ հանգուցալուծումը շատ մոտ է իր տրամաբանական ավարտին, այնպես որ այլ ընտրանք չկա, ինչպես հայտարարությամբ է ֆիքսված, Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա, պետք է նոր կանոնադրություն ընդունել, պետք է եւ նոր կաթողիկոս ընդունել տեղապահի ընտրությունից հետո։ Այնպես որ մեր օրակարգը թափ է հավաքում, մենք ժամկետների մեջ, այսպես ասած, կաշկանդված չենք եւ այսպես կաղապարված չենք, ինչքան շուտ լինի հոգեվոր նորոգումը, այնքան լավ։ Տիկին Հակոբյան, որտեղից այդ համոզումը, որ հանգուցալուծումը մոտ է, ինչու եմ սա ասում, որովհետև դուք տեսնում եք մայրաթոռի տարածած հայտարարությունը բնավել կամ կաթողիկոսի գործողություններն ու քայլերը բնավել այդ հայտարարությունները այն մասին չեն, որ ենթադրենք վեհապարը պատրաստվում է լքել վեհարանը։ Ձեզ մոտ որտեղից այդ համոզումը, որ ուր է խնդիրը կհանգուցալուծվի։ Գիտեք, եթե մեր հույսը այն լիներ, որ պետք է շուտ լինի, հա, պետք է Կտրիչ Ներսիսյանը շուտ հասկանա, որ այսպես այլևս շարունակվել չի կարող, ապա այս process-ները չէին էլ գեներացվի, այսինքն ոչ հայտարարություն կընդունվեր, ոչ այս տևական, հա, հակադիր թույլ տվեք ասել քայլերը կսկսեին, այսինքն այնպես չէր որ հեշտ պետք է լիներ եւ այնպես չէ որ նույն Սերժ Սարգսյանը 18 թվականին պատրաստվում էր հեռանալ ինքնակամ, բայց իրողությունները այդպես ստացվեցին, ինչպես Սերժ Սարգսյանը ժամանակին չուներ քաղաքական իշխանություն, այնպես էլ Կտրիչ Ներսիսյանը այժմ չունի հոգեվոր իշխանություն։ Դուք տեսնում եք թե որքան բարձրաստիճան հոգեվորականներ միացել են, նորերն են միանում, տեսակ որ Շվեյցարիայի թեմի առաջնորդն է միացել այսօր արդեն, այսինքն սա շարունակական է լինելու, որովհետև տեսնում են մարդիկ, գիտեն բոլորը եւ հատկապես հոգեվորականները եւ բոլոր
մեր քրիստոնյաները, քաղաքացիները գիտեն բոլոր խնդիրները, որի մասին բարձրաձայնում ենք։ Այսինքն բովանդակության հետ որևէ խնդիր չկա։ Եթե քաղաքացիները որևէ կերպ իրենց դժգոհությունն են հայտնում, հնարավոր է ձևի մասին լինի այդ դժգոհությունը։ Այսինքն այս բառով չպետք է ասել, այս ինտենսիվությամբ չպետք է անել եւ այլն։ Բայց այն որ կան գլոբալ խնդիրներ, մի քանի շերտանի խնդիրներ, սրա հետ կապված ոչ ոք չունի այլ կարծիք, հա։ Իսկ այդ խնդիրներն այնպիսին են, որ դրա լուծումը պետք է անպայման լինի եւ լուծումը մեկն է։ Պետք է Կտրիշ Ներսիսյանը իր մերձ շրջապատով հեռանա այս հոգևոր պաշտոններից եւ տեղը զիջի այնպիսի հոգևորականների, որոնք հիրավի հոգևոր կյանքով են ապրում, որոնց նպատակը ոչ թե իրենց մերկանտիլ շահերն է, որ ոչ թե նրանց նպատակը այլ երկրի, օտար երկրներին ծառայություններ մատուցելն է, այլ Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի քաղաքացիներին, քրիստոնյաներին հոգևոր ծառայություն մատուցելն է։ Լավ, տեսեք Տիկին Հակոբյան, միաժամանակ մենք տեսնում ենք նաև Թալինում էր լարված իրավիճակ ստեղծվել։ Ի վերջո, որքանով էլ նշում եք լուծումը մեկն է, պիտի հեռանա իր թիմի, փոքր թիմի հետ եւ այդ հանգուցալուծումը մոտ է, բայց մենք տեսնում ենք նաև մեծ դիմադրություն եւ արդյոք դուք օրինակ կարծում եք, որ այսօր ուղտերթին շատ մարդ կմասնակցի, ազդեցիկ կլինի այն եւ դրանով ցույց կտրվի իսկապես հանգուցալուծմանը մոտ լինելու հանգամանքը։ Թալինում, եթե այսօր է որևէ լարվածություն, ես չգիտեմ դրա մասին, եթե նախորդիվ նկատի ունեք այն տհաճ իրադարձությունները, երբ Տեր Թադեին թույլ չէին տալիս մտնել եկեղեցի, ոմն Արա Զոհրաբյան, ապա սա նողկալի էր թույլ տվեք ասել, գիտեք, որ Տեր Թադեն մեծ սեր ու հարգանք է վայելում հենց տեղի բնակիչների համար եւ սա անթույլատրելի է եւ միգուցե նաեւ նման քայլերն են ստիպում, որ շատ քաղաքացիներ, շատ այն հոգևորականները, որոնք եւս հարգում եւ սիրում են հոգևորականներին, որոնք հալածված են այժմ Մայրաթորի կողմից, որ ավելի ինտենսիվ հա քայլեր անեն եւ ավելի այսպես առանց որևէ մեղքի զգացումի միանան այս պայքարին, որովհետեւ տեսեք, օրինակ, ինչպես Հայր Թադեին թույլ չտվեցին մտնել եկեղեցի, ինչպես այլ հոգևորականների են ռեպրեսիաների ենթարկում, սա իրականում անթույլատրելի է եւ բոլոր այն հոգևոր կյանքով ապրող մարդիկ, այն հոգևորականները, որոնք ծառայություն են մատուցում եկեղեցուն, չեն կարող անտարբեր անցնել սրա նկատմամբ։ Կլինեն առաջին ձեր հարցում էր, հա, Դակար ես մոռացա պատասխանել, տեսեք, կլինեն արդյոք այնպիսի իրավիճակներ, որոնք դուրս են վերահսկողությունից, ոչ, եւ դրա համար նաեւ կա ոստիկանություն, որը հսկում է, որպեսզի որևէ լարվածություն եւ հակաօրինական որևէ վարքագիծ չդրսևորվի, արդյոք չեն լինի սադրիչներ, միանշանակ կարող եմ ասել, որ մինչ այժմ եղել են եւ հնարավոր է այսօր էլ լինեն, բայց մեր նպատակը, ինչպես վարչապետն է հայտարարել, խաղաղ ուխտերթն է եւ մենք մեր առաջնորդին բնականաբար ամբողջությամբ վստահելով եւ հարգելով նրա ցանկացած խոսք, բնականաբար մենք կմնանք օրինականության սահմաններում, այդ է սադրիչներն ինչ կանեն, դրա համար արդեն կարծում եմ ոստիկանությունը կգործի կամ մենք հանգստության կոչեր կանենք եւ ամեն ինչ հանգիստ կանցնի։ Տիկին Հակոբյան, դուք ինչ եք կարծում ի վերջո հնարավոր կլինի այս խնդիրը լուծել մինչև խորհրդարանական ընտրություններ, թե դրանից առաջ, թե դրանից հետո, ի վերջո առաջ, թե հետո հնարավոր կլինի այս լուծումը, հա, ուրեմն ունենալ, ավարտին հասցնել եւ դրանից հետո արդյոք, այդ դուք նշում եք այս բարենորոգման գործընթացը ստեյության անկասելի է, բայց շատերը հիշեցնում են նաեւ այն 10 հոգեվորականներին, որոնք միացել են եւ պայքարում են այս ամենի դեմ, որոնք իրենք էլ ունեն, այսպես ասած, լյուստրացիայի բարենորոգման կարիք, դուք այստեղ խնդիր չեք տեսնում հակասություն, այսինքն ումով եք փոխում, այսպես են ձևակերպում ձեզ ընդդիմացողները։
Շատ լավ։ Մենք հայտարարել ենք այն ուրեմն պահանջները, որն անհրաժեշտ է այս հոգևոր նորոգմանը մասնակցելու համար։ Եվ բոլոր այդ հոգևորականները այդ սահմանների մեջ են, այսինքն համապատասխանում են բոլոր այդ կրիտերիաներին։ Մենք որևէ մեկին, որևէ մեկով չենք ուզում փոխարինել, այսինքն այն մի մարդուն չենք ուզում փոխարինել որևէ մեկով, որովհետև դա մենք չենք որոշողը։ Մենք ասում ենք, որ այդ եկեղեցական ժողովը պետք է ընտրի ինչպես կանոնադրության մեջ է։ Այսինքն մենք չունենք մեր սրտի, ինչպես ասում են, կաթողիկոսը, որին կուզենք տեսնել արդեն կաթողիկոսության այդ գահին։ Այսինքն իրենք իրենց մեջ պետք է ընտրեն եւ ասել, որ կան հոգեվորականներ, որոնք չեն փայլում իրենց ներկայով կամ անցյալով, դա փաստ է, բա ինչի համար է այս նորոգման օրակարգը։ Բնականաբար համակարգը ներսից է փտած, որովհետև այդ համակարգի գլխավերևում կա, այսպես ասած, 3 գլխանի դև, որը մի քանի ուղղություններով պրոբլեմ է մեր երկրի եւ մեր հասարակության, մեր հոգեվոր, այսպես ասած, հոտի համար, եւ սա նորություն չէ, սակայն այո, նորոգումը անհրաժեշտ համարող մարդիկ միացել են այս պայքարին, որովհետև այդ համակարգում կան բազմաթիվ լուսավոր, հոգևոր մարդիկ, որոնք ուզում են, որ այսպես ասած, այդ վերևում գտնվող անձը, որը պետք է առաջնորդի մեր հոգևոր կյանքը, այս մարդը եւս լինի հոգևոր։ Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ մեկնաբանության համար։ Իսկ նաև հարգելի Սիրանուշ, ասացիք, երբ պետք է լինի, մինչև ընտրությունից հետո Սիրանուշ պատասխանեմ։ Այս ժամկետները, որովհետև նշվում է, եթե դուք մինչև ընտրություն այս հարցը չլուծեք, ապա իշխանությունը թուլացած դուրս կգա այս իրավիճակից։ Գիտեք, ամեն իրադարձությունից հետո, եթե վաղաշապատում չհաղթեք, դուք կթուլանաք, եթե հաղթեք, ուրեմն դուք համապետականը կհաղթեք։ Ամեն իրադարձություն կապում են համապետական ընտրությունների հետ։ Մենք համապետական ընտրություններին շատ ամուր ենք գնում, մեր խոստումների զգալի մասը կատարած ենք գնում եւ մեր ժողովրդին առաջարկում ենք շարունակել ինստիտուցիոնալ դարձնել այն խաղաղությունը, որը այդքան երանելի էր ընդամենը 1 տարի առաջ, որովհետև մենք տարին սկսել էինք նախորդ տարին Ալիևի սպառնալիքներով, սակայն ավարտեցինք Ադրբեջանի հետ առևտրի եւ ինստիտուցիոնալ խաղաղության շատ տեսանելի, ուրեմն բանով, ապագայով եւ ներկայով։ Այնպես որ ընտրությունները պետք չէ որևէ բանի հետ կապել։ Սակայն երբ պետք է լինի այդ վերջնական հոգևոր նորոգումը։ Տեսեք, պետք է 3 լիներ, ոչ թե վաղը, այսինքն ինչքան շուտ այնքան լավ, եւ մենք վստահ ենք, որ նաեւ շատ շուտ լինելու է, որովհետեւ այսպես շարունակվել, ինչպես տեսնում եք, անհնար է, ինչքան կարող է դիմադրել։ Անգամ այդ հոգևոր ժողովները չի կարողանում հրավիրել, որովհետեւ համապատասխան չափով ներկայացուցիչներ չեն գալիս այդ ժողովին։ Ինչի մասին է խոսքը։ Այսինքն չունի ինքը իշխանություն, չունի ինքը որևէ վերահսկողություն այն տեղում, որտեղ իբր ընտրված է։ Տիկին Հակոբյան, շատերը գնահատելով իրավիճակը եւ նաեւ նշելով եկեղեցում առկա խնդիրները, ասում են, որ այն ներսից պիտի գա այդ փոփոխությունը, հոգեվորականներն իրենց ներսում պիտի գտնեն, այսպես ասած, լուծումների բանալին։ Դուք վերեցիք Շվեյցարիայի ուրեմն առաջնորդի, հոգեվոր առաջնորդի օրինակը, բայց մենք տեսնում ենք, որ այս գործընթացը շատ դանդաղ է տեղի ունենում, կամ եթե չասեմ, այստեղ եպիսկոպոսներից հետո որոշակի այսպես լռություն էր տիրում եւ նոր ականատես եղանք այս հանգամանքին, նկատի ունեմ եւ բնավել կարևոր չէր քաղաքական այսպես միջամտություն գործընթացներին։ Մի կողմից դուք ասում եք մենք չենք միջամտում, բայց մյուս կողմից էլ չենք միջամտի կաթողիկոսի ընտրությանը, բայց մյուս կողմից էլ հիմա միջամտում եք, չէ՞, այս բոլոր process-ներին։ Մենք թույլ տվեք ասել աջակցում ենք բոլոր այն process-ներին, որը մեզ համար շատ կարևոր է եւ այս process-ը
եւ դրա վերջնական հաջող կուլմինացիան մեզ համար շատ կարեւոր է, այնպես որ այո, մենք աջակցում ենք եւ մեր ամբողջությամբ մեր աջակցություն ենք հայտնում այն հոգեվորականներին, որոնք հիմա առաջնորդում են հոգեվոր նորոգումը։ Դրա համար, չգիտեմ, ես այն քննադատությունները, որը այժմ հնչում է կապված նրա հետ, որ վարչապետն է այս գործընթացում, այսպես դեր խաղում կարևոր, ես զարմանում եմ, որովհետև չէ՞ որ այս խոսակցությունը հենց վարչապետն է բացել, մենք ենք այս խոսակցությունը բացել եւ բնական է, մենք չենք քաշվելու մի կողմ եւ փորձելու տակից ինչ որ բաներ անել։ Մենք խոսակցություն ենք բացել, որին միացել են տարբեր եպիսկոպոսներ եւ ես համաձայն չեմ, որ 10 եպիսկոպոսը, 11 եպիսկոպոսը, տարբեր հովիվներ եկեղեցու տենց քիչ է քանակը։ Ես էպես չեմ կարծում։ Ես նոր ասացի, որ նույն Կտրիշ Ներսիսյանը իր այդ հոգեվոր ժողովները չի կարողանում անցկացնել, որովհետեւ թույլ տվեք ասել քաղաքական լեզվով չունի քվորում դա իրականացնելու համար։ Ինչի մասին է խոսքը։ Պրոցեսները դանդաղ չեն, շատ ավելի արագ են, քան կարելի էր նախատեսել եւ կարծում եմ, որ սրանից հետո հատկապես, երբ որ մենք արդեն ունենք թղթի վրա օրակարգ տարբեր հոգեվորականներ, ավելի ինտենսիվորեն միանալու, որովհետեւ, ինչպես ասացի, այլ ընտրանք չունի այս օրակարգը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պետական օգնություն ստացող ներգաղթյալների վերաբերյալ տվյալներ է հրապարակել։ Ըստ այդ տվյալների Միացյալ Նահանգների ներգաղթած հայաստանցի ընտանիքների 60.3%-ը պետական օգնություն է ստանում։ Ավելի շատ օգնություն են ստանում ներգաղթյալները Իրաքից, Կաբո Վերդեից, Սամոայից, Գվինեայից, Կոնգոյից, Աֆղանստանից, Դոմինիկյան Հանրապետությունից, Մարշալյան կղզիներից, Սոմալիից, Եմենից եւ Բութանից։ Նախկին խորհրդային միության երկրների տվյալներ կան նաև Ադրբեջանից 37.8%, Qırğızstanից 38.6%, Ղազախստանից 36.5% ու Ուզբեկստանից 53.9%, Ուկրաինայից 42.7% եւ Մոլդովայից 42.6% ներգաղթյալների վերաբերյալ տվյալներ են հրապարակվել։ Ադրբեջանն այս տարվա բյուջեում բանակի իրավապահ մարմինների համար ավելի շատ գումար է հատկացրել 25-ի համեմատ գումարի առյուծի բաժինն ուղղվել է պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը, որոնք այս տարի կստանան մոտ 9 միլիարդ մանաթ։ Նախորդին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ղարաբաղում եւ Արևելյան Զանգեզուրում իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ ենթակառուցվածքային աշխատանքներ կկատարվեն նաեւ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում։ Նրա խոսքերով Հայաստանը միայն կշահի դրանից, Հայաստանը կարող է եւ դուրս կգա ներկայիս փակուղային վիճակից կբացվեն ճանապարհները Ադրբեջանի ու Հայաստանի միջև կբացվեն ճանապարհներ Թուրքիայի եւ Հայաստանի միջև։ Հայաստանը Նախիջևանի միջոցով կստանա մուտք դեպի Իրանի երկաթուղիներ, իսկ Ադրբեջանի միջոցով դեպի Ռուսաստանի երկաթուղիներ։ Այսինքն դա շահավետ է նաև Հայաստանի համար։ Այստեղ պետք է լինի պարտվող կողմ։ Ամեն դեպքում տնտեսական ու տրանսպորտային տեսանկյուններից պարտվողներ չեն լինի։ Եթե ինչ-որ մեկը իրեն քաղաքական տեսանկյունից պարտվող է համարում, ապա ինչպես ասում են, դա նրա խնդիրն է։ Սակայն եթե յուրաքանչյուրն այս հարցին նայի պրագմատիզմի տեսանկյունից կկարողանա տեսնել իր համար օգտակար կողմերը, ասել է Ալիևը։ Նա նշել է, որ 25 թվականը իսկապես կարող է պատմական համարվել, որովհետև քաղաքական տեսանկյունից Հայաստան-Ադրբեջան պատերազմը հենց 25-ին ավարտվեց եւ մի քանի ամիս է, ինչ մենք խաղաղության ներքո ենք ապրում։ Նրա խոսքով ադրբեջանցի ժողովուրդը եւ ադրբեջանական պետությունը անկախությունից հետո ապրել են պատերազմական վիճակում եւ այժմ սովորում են ապրել խաղաղության ներքո։ Պատերազմը տարբեր փուլեր ուներ։ Դա լավ հիշում ենք պատերազմի ակտիվ փուլը, Զինադադարը, Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, հակաահաբեկչական գործողությունը, դրան հաջորդած ժամանակաշրջան, այս բոլոր իրադարձություններն ավարտվեցին նախորդ տարի օգոստոսին, այլ կերպ ասած Ադրբեջանը քաղաքականապես ամրագրեց ռազմի դաշտում գրանցած հիասքանչ
Շախտանակը մենք դա արեցինք աշխարհի թիվ 1 աշխատասենյակում։ Նրա կարծիքով օգոստոսի 8-ին Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունը Ադրբեջանի ամենապատմական իրադարձություններից մեկն են համարում։ 25 թվականը Ալիևը պատմական է համարել նաև ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների համար։ Նրա խոսքով, չնայած որ Ադրբեջանը նորանկախ երկիր էր, Ադրբեջանը չկարողացավ պատշաճ հարաբերություններ հաստատել աշխարհի թիվ 1 պետության հետ։ Սա Ամերիկայում գործող ադրբեջանական ուժերի գործողությունների, հայկական լոբիի գործողությունների արդյունք էր, ասել է նա։ Ալիևը գովերքել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին որպես պրագմատիկ և պրոֆեսիոնալ, հիշատակելով Թրամփի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության արգելափակման մասին 907-րդ բանաձևի չեղարկումը։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքի բացումն արդեն հաստատվել է Միացյալ Նահանգների նախագահի կողմից։ Նա նշել է, որ երթուղու անվանումը կարող է այլ լինել, բայց էությունը դրանից չի փոխվում։ Եվ այս պահին զրուցելու եմ Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Պարոն Աթանեսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Պարոն Աթանեսյան, նախ անդրադառնանք Ալիևի այսպես տարեսկզբին տրված մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներին տրված առաջին հարցազրույցին, որտեղ ըստ էության անդրադառնում է օգոստոսի 8-ի պատմական իրադարձությանը, ուրեմն տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման կարևորությանը եւ դարձյալ Զանգեզուրի միջանցքի այսպես հիշատակմանը, ինչու էր պետք հիմա դարձյալ խոսել այդ մասին եւ ուրեմն ներքին սպառման թե ընդհանուր, հա, նաեւ միջազգային սպառման համար էր, համեցեք։ Նախ պետք է ասենք, որ նախորդին Իլհամ Ալիևը Միացյալ Նահանգներից պատվիրակություն է ընդունել։ Այդ պատվիրակության կազմում եղել է սենատոր, ներկայացների պալատի անդամ, քննարկվել են ըստ երևույթին, որքանով հասկացում է տեղեկատվությունից, ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված սկզբունքային հարցեր, եւ Ալիևի այդ տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցը պետք է դիտարկել այդ համատեքստում, մանավանդ որ այս օրերին անցյալ տարվա վերջին օրերից մինչև հիմա անհանգստություններ եւ բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում Իրանի Իսլամական Հանրապետության տասնյակ քաղաքներում։ Սա շատ նուրբ խնդիր է Ադրբեջանի համար, որովհետև անկախությունից ի վեր Ադրբեջանում փայփայել են այսպես կոչված միասնական հայրենիքի վերաստեղծման հեռանկարը, այսօր նման բարդ իրավիճակում բացառված չէ, որ Ադրբեջանի վերապահվի որևէ սկզբունքային դերակատարություն կապված Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունների հետ։ Ու նաև այս կոնտեքստում պետք է կարծում եմ դիտարկվի նաև ԱՄՆ-Ադրբեջան ռազմական համագործակցության մասին խոսակցությունը, որ ընթանում է ադրբեջանական մամուլում եւ որի արձագանքները կարելի է նկատել նաև Իլհամ Ալիևի այդ ցավալուն հարցազրույցում։ Պարոն Աթանեսյան, մենք բազմիցս ձեզ հետ խոսել ենք, թե հանրապես Զանգեզուրի միջանցքի մասին խոսակցությունները որքանով ներքին սպառման համար են, հիմա դարձյալ արձանագրում եք դրանք ներքին սպառման համար են եւ ինչու է դարձյալ խոսում Զանգեզուրի միջանցքի մասին, ասելով որ դա Զանգեզուրի միջանցք է, ուզում եք այլ անվանում դրեք, միևնույն է դրանից բովանդակությունը չի փոխվում։ Այսինքն, եթե Ալիևը ասում է Զանգեզուրի միջանցք, դրա այդ արտահայտության մեջ ինչ վտանգ կա։ Նկատի ունեմ այն խոսույթը, որ Հայաստանի իշխանությունները անընդհատ հերքել են, ասելով, որ որևէ ուրեմն աղերս չունի այս։ Հայաստանի իշխանությունները հերքում են միջանցք հասկացությունը, որ դա միջանցք չէ։ Տրանզիտային
երթուղի է, տրանզիտային ճանապարհ է, որը անցնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո եւ այդ հատվածի շահագործումը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հիմա այնտեղ Ալիևը կարող ասել, չգիտեմ, տրանս Զանգեզուրյան միջանցք, դրանից ինչ է փոխվում, խոսքը ինչի մասին է։ Մենք գիտենք, սակայն այստեղ ինչպես է ընդդիմադիր հատվածը արձագանքում այսպիսի հայտարարություններին, պարոն Աթանասյան։ Եթե Ալիևը ասի Թրամփի ուղի, դրանից Հայաստանի ընդդիմության գնահատականը փոխվելու է, չի փոխվելու։ Ընդդիմությունը շարունակելու է պնդել, որ Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին միջանցք է տրամադրել։ Ընդդիմության խնդիրն է, ընդդիմությունը պետք է այդպես խոսի, որովհետև նախ ընդդիմությունը նրա համար է, որպեսզի իշխանությանը քննադատի, երկրորդ Հայաստանում փաստորեն խորհրդարանական ընտրությունների մրցապայքարի մեկնարկը տրված է եւ ցանկացած խոսույթ պետք է դիտարկել այս կտրվածքով, այս դիրույթում իշխանության խնդիրն է, որպեսզի ավելի համոզիչ ներկայացնի իրավիճակը, ավելի փաստարկված ներկայացնի, որպեսզի ընդդիմության քարոզությունը չանցնի։ Հիմա Իլհամ Ալիևը կարող է այնպիսի արտահայտություններ թույլ տալ, որ Հայաստանի ընդդիմության համար պահանջված լինեն։ Իշխանությունը պետք է հարցը, իրավիճակը ներկայացնի շատ ավելի հիմնավոր, շատ ավելի փաստարկված, շատ ավելի գործնական քայլերով, որպես ընդդիմության եւ Ալիևի քարոզությունը տեղ չանցնեն։ Պարոն Աթանասյան, վերջին շրջանում ոչ միայն երեկվա այդ հարցազրույցի ժամանակ, այ Հաջիևն էլ օրերս անդրադարձել էր այդ 900 ուրեմն ԱՄՆ պատվիրակության սենատորների հետ հանդիպմանը 907-րդ բանաձևին, դարձյալ այսպես նոր պահանջներ ներկայացրել։ Դուք ընդհանրապես դրա չեղարկումը որքանով եք, այսպես ասած, իրատեսական համարում այս փուլում։ Դա Միացյալ Նահանգների օրենսդիրների խնդիրն է, ես չեմ կարող Միացյալ Նահանգների օրենսդիրների անունից կանխատեսում անել, բայց ես կարծում եմ, որ այդ 907-րդ ուղղումը չեղարկելու քայլը չի համապատասխանում հենց Միացյալ Նահանգների ազգային եւ աշխարհաքաղաքական շահերին։ Խոսքը ինչի մասին է։ Խոսքը նրա մասին է, որ 1992 թվականին Միացյալ Նահանգները ընդունել է ազատության աջակցության ակտի 900 ուղղումը, որով Ադրբեջանը ճանաչում է ագրեսոր։ Հստակ քաղաքական իմաստը դա է։ Հիմա Ալիևը ձգտում է հասնել 907-րդ ուղղման չեղարկմանը ոչ թե տնտեսական նպատակներից, նպատակահարմարության կամ չգիտեմ անվտանգային նկատառումներից ելնելով, այլ քաղաքական իմաստով, որտեղ վաղը կարող է աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակ ստեղծվի, եւ այդ 907-րդ ուղղումը, որ Միացյալ Նահանգների օրենք է, հայկական կողմերի համար Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերարտադրելու համար օգտակար լինի, որտեղ այնտեղ հստակ գրված է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ, որի համար Միացյալ Նահանգները նրան զրկում է աջակցությունից։ Կառավարությանը, գործադիր իշխանությանը արգելվում է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցություն ունենալ։ Այդ ուղղումը առաջին անգամ գործադիր իշխանության կողմից Միացյալ Նահանգներում անտեսվել է 2001 թվականին, երբ Միացյալ Նահանգները մտնում է Աֆղանստան, օգտագործել են Ադրբեջանի ռազմական եւ քաղաքացիական օդանավակայանները տրանզիտային բեռնափոխադրումների, չգիտեմ, ազնագազմի տեղափոխման համար։ Եվ 2001 թվականից փաստորեն այդ ուղղումը դադարել է գործել, ուղղակիորեն դադարել է գործել։ Այդ ընթացքում ավելի քան 40 դար Ադրբեջանը միշտ էլ Միացյալ Նահանգներից տարեկան աջակցություն ստացել է 100 միլիոն, 200 միլիոն դոլարի ռազմական օգնություն ստացել է։ Միացյալ Նահանգների օժանդակությամբ է վերակառուցվել Ադրբեջանի նավատորմը, ռազմածովային ուժերը Կասպից ծովում։
այնպես որ խնդիրը ոչ թե Միացյալ Նահանգներից $50 միլիոն աջակցություն ստանալու մեջ է, այլ քաղաքական այսպես ասեմ արդարացման, այսինքն եթե Ալիևը ինչ է ասում, Ալիևն ասում է, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը վերջացել է, ապա 907-րդ ուղումը իմաստ չունի։ Ըստ էության նա ասում է, որ 907-րդ ուղումը Միացյալ Նահանգները ընդունել է, որովհետև ինքը Ադրբեջանը ագրեսոր պետություն է, ռազմական գործողություններ իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ եւ շրջափակել է Հայաստան։ Հիմա ասում է Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ էլ ապա շրջափակում տնտեսական հարաբերությունների հաստատում է իրականացում, այլևս Ալիևի տրամաբանության այդ 907-րդ ուղումը իր իմաստը կորցրել է։ Հիմա այստեղ խնդիրը կրկնում եմ ամերիկյան օրենսդիրների տիրույթում է, ու ես չեմ կարծում, թե այդքան արագ այդտեղ որևէ հարց կորոշի, մանավանդ որ աշնանը սպասում են միջանկյալ ընտրություններ կոնգրեսի։ Ես կարծում եմ այդ հարցը ներկայացուցիչների պալատը ԱՄՆ կոնգրեսի կարող է քննարկել աշնանը, մինչ այդ հազիվ թե մանավանդ որ այն առաջարկությունը, որ այսօր կա կոնգրեսում, ընդամենը մեկ հեղինակ ունի, մեկ կոնգրեսական է այդ նախաձեռնության հեղինակը եւ այլ կոնգրեսականներ այդ նախաձեռնությանը դերևս չեն միացել, դա Ադրբեջանում էլ հասկանում են, այս փորձագետներն ասում են, որ 907-րդ ուղումը չեղարկելու համար մեծ ջանքեր եւ ժամանակ է պետք։ Ինչպես կաշխատեն Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունները, հայկական լոբիստական կառույցները, ինչու՞ չէ նաեւ Հայաստանի դիվանագիտական կորպուսը, որովհետեւ այս փուլում 907-րդ ուղումը չեղարկելու քայլը Ադրբեջանի համար կարող է աշխարհաքաղաքական նշանակություն ունենալ։ Պարոն Աթանեսյան, Ադրբեջանն այս տարվա բյուջեում բանակի իրավապահ մարմինների համար ավելի շատ գումար է հատկացնում, քան օրինակ 2025-ին էր, գումարի առյուծի բաժինն էլ փաստորեն ուղղվելու է պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը, այս տարի կստանան մոտ 9 միլիարդ մանաթ, այս ճյուղերը, դուք օրինակ սա ինչպես է գնահատում այդ խաղաղության հայտարարությունների ֆոնին, Ալիևը փաստորեն երեկ էլ այդ հարցազրույցում կարևորում էր, գնահատում էր, որ այսքան տարի անց նոր այս երկրները սովորում են խաղաղ ապրել միմյանց հետ, 30 տարվա պատերազմական թոհուբոհից հետո։ Մի կողմից փաստորեն այդ իրավիճակն է, մյուս կողմից շարունակում է ուրեմն մեծ գումարներ հատկացնել պաշտպանությանը։ Մենք գիտենք նաև մեր օրինակով, որ Հայաստանը այս տարի բավականին ավելի զուսպ է, քան նախորդ տարի, հա, ընդհակառակը մենք գնում ենք օրինակ ծառայության ժամկետի կրճատման, շատ ավելի կոնկրետ քայլեր անելով։ Ինչպես եք սա գնահատում, ինչն է դրդում էլ ավելի մեծ գումարներ հատկացնել պաշտպանությանը Ադրբեջանում։ Ադրբեջանի ուղղակի ռազմական ծախսերը սպառնալիորեն մեծանում են, որովհետև Ադրբեջանը այդ ծախսերը ներկայացում է մեկ փաթեթով։ Այնտեղ բանակն է, ազգային անվտանգությունն է, ներքին գործերի նախարարությունն է, ներքին զորքերն են, սահմանապահ զորքերն են, մի խոսքով հսկայական փաթեթ է, որտեղ ասենք զուտ բանակին հատկացող գումարները դժվար է հստակեցնել առաջին։ Երկրորդ, մեզ ինչու է թվում, թե Ադրբեջանի միակ թշնամին կամ հակառակորդը Հայաստան։ Ադրբեջանը ինքը բարդ աշխարհագրական դիրքում գտնվող պետություն է, հյուսիսից սահմանակից է Ռուսաստանին, հարավից Իրանի Իսլամական Հանրապետությանը, Կասպից ծովում սահմանակից է Ղազախստանին, Թուրքմենստանին, Իրանին, դարձյալ Ռուսաստանին եւ հարկադրված է արդիականացնել իր պոտենցիալը ինչպես ռազմածովային ուժերի, այնպես էլ ռազմաօդային ուժեր, մշտապես
թիվ 1 պատրաստվածության վիճակում լինել, որովհետև կրկնում եմ, գտնվում է այդ երկիրը գտնվում է աշխարհաքաղաքական չափազանց բարդ իրավիճակում։ Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե վաղը ինչ է լինելու, ասենք Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ ինչ սպառնալիքներ են տեղափոխվելու Ադրբեջան։ Բնակչության, ասենք, զանգվածային արտագաղթ իրավիճակի այնպիսի սրացում, որը կարող է պահանջել, ասենք, արտակարգ իրավիճակների կամ չգիտեմ ինչ այլ ծառայությունների մասնակցությունը։ Մի խոսքով Ադրբեջանը հավակնոտ երկիր է, այսօր հավակնոտ երկիր է եւ բնականաբար իր հավակնությունները պաշտպանելու համար, այսպես նաեւ քարոզչական նպատակներով ոչ միայն բանակի, այլև ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման համար է գումարներ ծախսում, փորձում է մտնել սպառազինությունների միջազգային շուկա, դա արդեն իր խնդիրն է, իհարկե այնտեղ էլ օրինակ որոշակի զինծառայողների համար ծառայության ժամկետը 6 ամսով կրճատվել է, բայց ոչ պարտադիր զինվորական ծառայության կոչվածների համար։ Մի խոսքով շատ դժվար է այսպես կանխատեսում անել, թե վաղվա Ադրբեջանը ինչ երկիր լինելու եւ վաղվա Ադրբեջանը հարևաններից որի հետ ինչ խնդիրներ է ունենալու։ Միշտ խնդրահարույց երկիր է եղել եւ շարունակում է մնալ խնդրահարույց։ Իհարկե սա չի նշանակում, թե պետք է անտեսել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի թշնամանքի հանգամանքը եւ ապավինել այն հայտարարությանը, որ Ալիևը անում է, որ պատերազմը ավարտվել է, մենք արդեն ապրում ենք խաղաղության պայմաններում։ Դա կարողություն է, վաղ կարող է իրավիճակ փոխվել եւ Ալիևը դիմելու է իրավիճակից բխող քայլերի։ Ինչպիսին կլինի աշխարհաքաղաքական իրավիճակը, դրանով է պայմանավորված Հարավային Կովկասի խաղաղությունը եւ կայունությունը։ Պարոն Աթանեսյան, քանի որ Իրանի հետ զուգահեռներ տարակ, այ հետաքրքիր է Իրանում ստեղծված իրավիճակը ինչպես է գնահատում, այս բողոքի ցույցերի ու նախորդ բողոքի ցույցերի միջև ինչպիսի տարբերություն կա, օրինակ տեսակետ կա, որ այս ցույցերը չունեն ընդգծված լիդերներ, դրա համար էլ ուրեմն հաջողություն չեն ունենա եւ հետաքրքիր որ այս անգամ այս ցույցերը նաեւ 18-ից 25 տարեկան այսպես երիտասարդների մեծ խմբեր են ներգրավում։ Սա իրավիճակի փոփոխություն ենթադրում է թե ոչ։ Ինչպիսի հանգուցալուծում եք դուք տեսնում այս ստեղծված իրավիճակը։ Ինձ համար ամենաարտառոչային է, որ այդ ցույցերին իրանական Ադրբեջանը չի մասնակցում։ Միշտ էլ իրանական ռեժիմի դեմ քայլեր ծրագրողները էթնիկ խմբերի հանգամանքն են օգտագործել, ասենք անջատողականություն։ Այս ցույցերին իրանական Ադրբեջանը չի մասնակցում։ Խոշոր քաղաքներ, Թավրիզը, Արտեբիլը եւ այլ քաղաքներում բողոքի ցույցեր չկա։ Ինչ է դա նշանակում, ես չեմ կարող այս պահին ստույգ մեկնաբանություն տալ, կարծես տպավորություն է, որ քանի որ Իրանի նախագահը էթնիկ ադրբեջանցի է եւ տարիներ շարունակ այս շրջանը ներկայացրել է Իրանի խորհրդարանում, էթնիկ ադրբեջանցիները թուրքախոս բնակչությունը դերևս բողոքի ցույցերին չի մասնակցում, բայց սա կարող ավելի վտանգավոր լինել ռեժիմի համար, ավելի վտանգավոր լինել եւ ուշագրավ է այն, որ Իրանի արտաքին գործերի նախարարը հատուկ հանդիպում է ունեցել Բաքվում Իսլամական Հանրապետության դեսպանի հետ եւ կարեւորել է Ադրբեջանի հետ հարաբերությունները, այսինքն սա խոսում է այն մասին, որ Թեհրանում զգուշանում են, որ Բաքուն կարող է իրանական Ադրբեջանում ինչ-որ շարժումներ բորբոքել, որովհետեւ ինչպես քիչ առաջ ասացի, անկախությունից ի վեր Ադրբեջանը միշտ փայփայել են միասնական հայրենիքի իրենց արտահայտության միասնական հայրենիքի կերտման գաղափարը այսօր դա կարծես երկրորդ պլան է մաղվել, այս կոնկրետ Բաքվի լրատվամիջոցներն էլ այնքան շատ չեն ծանրանում այդ
խնդրի վրա, բայց ինչ է լինելու վաղը բարդ է ասել։ Ես կարծում եմ, որ կրոնապետության ժամանակը Իրանում մոտենում է իր ավարտին։ Այսպիսի տպավորություն կարող եմ փոխանցել։ Շնորհակալ եմ, պարոն Աթանեսյան։ Խնդրեմ։ Զրուցում էի Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։ Ասել էինք, չէ, դեկտեմբերը նվերաշատ է։ Մինչև դեկտեմբերի 31-ը Fast Bank-ի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր։ Եվ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։ «2026 թվականը վճռորոշ տարի է։ Ես մաղթում եմ, որ մենք կարողանանք 2026 թվականին պաշտպանել Հայաստանի ժողովրդավարությունը, պաշտպանել Հայաստանի պետականությունը։ Եվ իհարկե նաև շատ կարևոր է, որ այն խաղաղությունը, որը ըստ էության նոր է հաստատվել կամ հաստատվում Հայաստանում, ավելի ամրապնդվի եւ ավելի խորանա եւ մենք ունենանք խաղաղության պայմանագիրը արդեն ստորագրված ձևով։ Եվ իհարկե կարծում եմ, որ շատ կարևոր է, որ Հայաստանի ժողովուրդը զգա, որ ինքը իր երկրի տերն է եւ ինքը կարող է խաղաղ եւ ժողովրդավարական պետությունում երջանիկ լինել։ Շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։